Բարի երեկո, ժողովուրդ ջան։ Հարգանքներս սիրելի ժողովուրդ, բարի երեկո բոլոր նրանց, ովքեր միացել են արդեն։ Ամենասկզբում ես խնդրեմ նրանց, ովքեր հավանում են մեր հաղորդումները, սիրելի ժողովուրդ, ուղղակի նայելով եւ անցնելով այսպես այս ամենից զատ լավ կլինի, որ բաժանորդագրվեք ալիքին, դրանով մեծ օգուտ տված կլինեք մեզ։ Ես կրկին վերջին մի քանի օրերի ընթացքում սիրելի ժողովուրդ, այսպես մոնիտորինգ եմ անցկացնում մեկնաբանությունների, հավանությունների, հիմնականում փորձում եմ գտնել այդ ուղղությունը, մեկնաբանությունների ուղղությունը։ Պարզվում է, որ մենք հայերս, սիրելի ժողովուրդ, հազարամյակների այս պատմության մեջ, որ անդադ փորձում ենք, ներողություն արտահայտությանս, այսպես աշխարհի աչքը մտցնել այդ պատմությունը, մենք 5-6000 տարի, 7000 տարի, չգիտեմ, ինկերից, շումերներից, ացտեկներից առաջ այդ ողջ հազարամյակների պատմության ընթացքում պարզվում է որոշ զանգվածի համար, իհարկե, որ մենք ծաղկուն, այսպես վերելք շրջան ապրել ենք Բրեժնևի ժամանակ, Բրեժնևը, սիրելի ժողովուրդ, մեր սերունդը եւ մեզանից մեծերը արդեն գիտեն, որ Բրեժնևն իշխանության եկավ 64 թվականին։ Հիանալի կերպով Խրուշչովին այսպես լիկվիդացրեցին, ազատեցին, կարելի ասել, աշխատանքից, իմիջիայլոց Լեոնիդ Իլիչը հենց Խրուշչովի թևի տակ էր դարձել նա, ով կար, այսինքն այդ քաղաքական այդ վերելքի համար շատ այսպես նախանձելի վերելք ուներ Բրեժնևը, վերելքը ապրեց, դրա համար պարտական էր Խրուշչովին, բայց հենց ինքը մտավ Խրուշչովին լիկվիդացնողների կազմի մեջ։ Ես չեմ ուզում խոսել սրա մասին, սիրելի ժողովուրդ, սա մի ամբողջ ակադեմիական վերլուծության թեմա է, սրա համար շատ մեծ ժամանակ պիտի տրամադրվի, թե ինչ արեց Բրեժնևը, լավն արեց, վատն արեց, ամենայն դեպս առաջին մի քանի ներողություն տարիների ընթացքում, մինչև կարելի ասել 71, 72, 73 թվականը, առաջին 7 տարիների ընթացքում բավական լուրջ ռեֆորմներ անցկացվեցին ԽՍՀՄ-ում եւ գործաներ կառուցվեցին, վերակառուցվեցին, խանութներ բացվեցին, այսպես այնպես ժողովուրդը մի տեսակ զգացին տարբերությունը, եթե համեմատում են ասել Խրուշչովի հետ, բայց ինչ կատարվեց 70-ական թվականներից վեր, մենք 70-ականների ծնունդ ենք, սիրելի ժողովուրդ, բայց մեզանից մեծերը արդեն պիտի հիշեն, պիտի փաստեն, թե ինչ կատարվեց Բրեժնևի շրջանում 70-ականներից վեր, մինչև որ նրան այդ պաշտոնին փոխարինեց նա, ում արդեն Բրեժնևն էր թևի տակ, այսպես բերել հասցրել այդ մակարդակին, սովետական միության, այսպես պետական անվտանգության կոմիտեի այն ժամանակ արդեն նախկին քարտուղար Անդրոպովին, այս հիմա էլ Անդրոպովը կարողացավ Բրեժնևին լիկվիդացնել, այսպես շատ հակասական են պատկերները, կարծիքները, Բրեժնևն իր մահով մահացավ, թե Անդրոպովը մեղմ ասած այսպես օգնեց Բրեժնևին շուտ հեռանալ, բայց սրա մասին չէ խոսքը, սիրելի ժողովուրդ, Բրեժնևի շրջանում ես հիմա կարճ կասեմ ու կանցնենք արդեն հիմնական նյութին։ Ասում են պատմաբանները, որ Բրեժնևը ստալինյան ռեպրեսիաների մեծ սիրահար էր։ Ներողություն, Բրեժնևը ավելի շատ հավանում էր ստալինյան այդ ամուր ձեռքը, ինչպես ասում էին, ժիլեզնի կուլակ, այսպես ասվածը, բայց որոշեց ոչ թե գնդակահարել մարդկանց, ոչ թե գուլագներ, ոչ թե չգիտեմ ինչեր, նորից կարող են փաստել մեր մեծերը, մեր սերունդը, մեզանից մեծերը, որ Բրեժնևի շրջանում
տասնապատկվեցին հոգեբուժարանները ԽՍՀՄ-ում։ Այս մարդու իրականացրած տերորը սիրելի Բրեժնևասեր հասարակություն։ Դուք նայում եք խանութին, դուք նայում եք, չգիտեմ ինչին, մածունին, սմետանին, ես հիմա կգամ սրա մասին էլ կխոսենք, հա, թե ինչ էր նշանակում ծաղկել, մշակույթը ծաղկեց, սա ծաղկեց, սա ծաղկեց։ Բրեժնևյան այդ տերորը, թաքնված տերորը արդեն ոչ թե գնդակահարում էր, այլ հոգեբուժարաններ էր գցում բոլոր նրանց, ովքեր դեմ էին գնում համակարգին եւ հենց իրեն։ Իմիջիայլուց բոլոր նրանք, ովքեր օգնել էին Բրեժնևին, որպեսզի նա լիկվիդացնի Խրուշովին, Բրեժնևը հետո այս բոլորի հախից կամած եկավ։ Իհարկե չգնդակահարեց Ստալինի պես, չգիտեմ, չաքսորեց, բայց կամած դաշտից հանեց եւ նրանք ում արդեն Բրեժնևը սկսեց թևի տակ կամած այսպես աճեցնել, արդեն նրանք վերկացան Բրեժնևի դեմ արդեն 80-ական թվականների սկզբին եւ գիտեք 82-ին Բրեժնևը մահացավ։ Ես կարճ ինֆորմացիան սիրելի ժողովուրդ, ինչի համար եմ ուզում անպայման շեշտել։ Այո, խանութները, չգիտեմ, այնպես ինչպես եք դուք գնահատում կյանքը, սիրելի ժողովուրդ, ինչով էր պայմանավորված այդ դարաշրջանի ծաղկուն լինելու փաստը։ Հայ ժողովուրդը ծաղկում էր, այսինքն հազարամյակների ընթացքում ես նորից ու նորից արդեն որի-որ անգամ պիտի փաստեմ, մարդը որքան պիտի անտեղյակ լինի սեփական պատմությանը, որ հազարամյակների պատմության այդպես կտրվածքով գնահատի 10 տարիներ, որոնք ապրել են ռուսական կայսրության լծի տակ։ Սա կայսրություն էր։ ԽՍՀՄ կլիներ, ինչ կլիներ, ՌԴ կլիներ, ցարական Ռուսաստան կլիներ, սա իմպերիա էր, ԽՍՀՄ-ն էլ էր իմպերիա։ Եվ բոլշևիկները, սիրելի ժողովուրդ, եթե դուք մի քիչ ավելի բացեք պատմության չակերտները, ավելի ահավոր, ավելի մարդակեր, ավելի այսպես վայրենի, այսպես ես չգիտեմ ինչեր են արել այս բոլշևիկները 17 թվականից մինչև վերջին դրանց հանգրվանը։ Բայց ինչով է հայ հասարակությունը գնահատում ծաղկուն լինելու շրջանը։ Ասում ես լավ, սիրելի մարդ, համաձայն եմ։ Չեմ խոսում պատմությունից, հազարամյակներ չեմ գնում առաջ ու հետ անեմ, հարցնում եմ, ինչ է նշանակում ծաղկում էինք 70-ական, 80-ական թվականներին։ Մարդն ասում է, քեզ շատ եմ հարգում, Էդուարդ ջան, բայց դուրս ես տալիս։ Հակասական ինչ-որ խոսելաոճը, հա, հարգում եմ քեզ, բայց դուրս ես տալիս, որովհետև մենք լավագույն մեր կյանքի տարիները ապրել ենք ԽՍՀՄ-ի շրջանում եւ ապրել ենք Բրեժնևյան շրջանում, թեև մարդիկ շարունակում են Ստալին ու Բերիա երազել։ Հիմա տեսեք, սիրելի ժողովուրդ, ես Մարոյի Թումանյանի Մարոն ձեզ ծանոթ է, հա, 9-ամյա աղջկա հոգեբանությունը։ Երբ որ Չոբան Կարոյին բերեցին, ասացին Չոբան Կարոն քեզ ուզում է, Մարոն էլ մտածում է, ասում է, դե 9-ամյա աղջիկ։ Ասում է լավն է Կարոն, ասում են ինչով է լավը Կարոն, Մարո ջան։ Ես այսպես մեկնում եմ, հա, կենցաղային լեզվով։ Լավն է, ասում էր Կարոն, բերում է ինձ ամեն օր կամփեթ, չամիչ ու խնձոր։ 9-ամյա աղջկա հոգեբանությունը բավարարվում էր նրանով, որ Չոբան Կարոն իրեն ամեն օր բերում է կամփեթ, չամիչ ու խնձոր։ Այսինքն, երբ որ Չոբան Կարոն գալիս էր կամփեթ, չամիչ ու խնձորով, Մարոյի համար դառնում էր մի հրեշտակային կերպար, բայց Մարոն տեսանք ինչ եղավ վերջում։ ԽՍՀՄ-ի այս կերպարը կամփեթ, չամիչ, խնձոր, չգիտեմ ինչ, բնականաբար սիրելի ժողովուրդ, աշխարհի երեսին ապրել են իմպերիաներ, որոնք սարսափելի են եղել իրենց բնակչության համար, հա։ Դիկտատորներ են ապրել, չգիտեմ, կայսրներ են ապրել, սրանք նրանք աշխարհը պատերազմներից, ես չգիտեմ, սկիզբ ու ավարտ, եթե այսպես բիբլիական մոտենանք, Աբելից ու Կայինից սկսված, Աբրահամի երկու որդիներից սկսած, Իսմայելից ու Իսահակից, հա, եթե կարելի այսպես ասել, հրեաների նախահայրը եւ արաբների նախահայրը, Աբրահամի եւ Սարայի երկու ներողություն, Սարային չէր, Ծառայի զավակներ, Հագարի, այդ երկու զավակները, որ արդեն 5000 տարի պատերազմում են։ Այսինքն հայ ժողովուրդը պիտի մի օր հասկանար, չէ, եթե հանկարծ չլինի ԽՍՀՄ, չլինի Սովետական Միությունը, ես ինչպես պիտի ապրեմ եւ ինչ ունեմ արած 5-6 հազար տարիների ընթացքում, սիրելի ժողովուրդ, որ պիտի կարճեմ այդ 10 տարիներից, ասեմ, գիտես ինչ եմ 6000 տարվա պատմությունը հեչ, մենք լավագույն ծաղկունք այդպես շրջան ապրել ենք ընդամենը Բրեժնևյան Ռուսիայի ժամանակաշրջանում։
ԽՍՀՄ-ում։ Հիմա ես պատմում եմ ինչ էր կատարվում այդ ժամանակ, սիրելի ժողովուրդ։ Իմիջիալոց սա հատված է առաջին գրքից, Մայրամուտ եւ Լուսաբացի միջև հայ ֆենոմենը։ Ես ձեզ կպատմեմ մարդու դրամատիկ ճակատագրի մասին, առանց որևէ կծու կամ թթու խոսք ասելով, ես կրկնում եմ արդեն որիորդ անգամ, սիրելի ժողովուրդ, իմ նպատակը որևէ ժողովրդի, որևէ ազգի, որևէ իմպերիայի կպնելը չէր։ Մեծ հաշվով թքած ունեմ հյուսիսել, հարավել, արևմուտքել, արևելքել։ Խոսքը մեր սեփական ժողովրդի վերլուծողական այդ հատկանիշների մասին էր։ Ինչ եք արել դուք 6000 տարի, սիրելի հայեր։ Ինչով են զբաղված եղել մեր ժողովուրդը 6000 տարի, որտեղ ինչ ունեն արած դրած թողած սրա նրա համար, ինչ ունեն արած Հայաստանում, որ մենք այսօր այս լեն ու բոլ դարում պետությունը մասնատած, կիսած, ջարդած, փշրած դեռևս պիտի ասենք, որ ծաղկունք ապրել ենք ընդամենը 70-ից 80-ական թվականներին Բրեժնևյան ԽՍՀՄ-ում։ Ուրեմն տեսեք, սիրելի ժողովուրդ, հիմա ես ձեզ կպատմեմ։ ԱՄՆ-ում գտնվող Սմիթսոնյան պատմության ազգային թանգարանում այսօր պահվում է աշխարհի առաջին արևային էներգիայով աշխատող գրպանի հազվագյուտ ռադիոընդունիչը։ Այն 1954 թվականին Նյու Յորքի ցուցահանդեսներից մեկում ներկայացրեց 45-ամյա հայ գիտնական Էդուարդ Քեոնջյանը։ Էդուարդը ծնվել է 1909 թվականի օգոստոսի 14-ին Թիֆլիսում Մկրտիչ եւ Սաթենի Քեոնջյանների ընտանիքում։ Մկրտիչը Թիֆլիս գաղթել էր Էրզրումից, իսկ Սաթենիկը Թիֆլիսի մեծարուս Սալենյանների տոհմից էր։ Էդուարդը միջնակարգ կրթություն ստացել է Թիֆլիսի հայկական դպրոցում, սակայն դպրոց դժկամությամբ էր հաճախում։ Փոխարենը նա տարված էր տարբեր մեխանիզմների կառուցվածքներն ուսումնասիրելով։ Հետաքրքրասեր տղան հաճախ էր հյուր գնում իր մորեղբայր Համազասպ Համբարձումյանի, ինչպես արդեն հասկացաք, Վիկտոր Համբարձումյանի հորը, օգտվելու նրա հարուստ գրադարանից։ 1922 թվականին, այսինքն Վիկտոր Համբարձումյանը Էդուարդ Քեոնջյանի մորեղբոր որդին էր։ 1922 թվականին Թիֆլիսում բացվեց առաջին ռադիոկայանը։ Երիտասարդ Քեոնջյանը քեռու օգնությամբ դետալներ հայթայթելով հավաքեց առաջին ռադիոընդունիչը, որը շատ հստակ էր որսում ռադիոալիքները։ Տղայի ապագա մասնագիտությունն արդեն պարզ էր, նա ռադիոտեխնիկ էր դառնալու։ Էդուարդը 1 տարի սովորեց Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտում եւ ուզում էր մեկնել Լենինգրադ ուսումը շարունակելու, սակայն մայրը չհամաձայնվեց։ Այս տեղից հետո կպատմենք։ Այս տղան, սիրելի ժողովուրդ, երիտասարդ ռադիոտեխնիկ, Թիֆլիսում բավական հարուստ ընտանիքից, երբ որ եկավ ժամանակը, որ պիտի մեկնի արդեն Լենինգրադ, մայրը չհամաձայնվեց։ Մայրը, որ բավական հարուստ տոհմից էր, այսպես գումարի խնդիրներ չկար, չգիտեմ որևէ խնդիր չկար, մայրը կտրականապես հրաժարվեց, ասեց միայն ոչ Ռուսաստան, դու Ռուսաստան չես գնա։ Բայց Թիֆլիսում այդ հնարավորությունները չկար, տղան ուզում էր սովորել եւ մայրը հրաժարվեց նրան օգնելուց։ Ասաց, ես քեզ կոպեկ չեմ տա։ Տղան ասաց, չեմ էլ ուզում։ Այսպես 1928 թվականին արդեն երիտասարդը հասնում է Լենինգրադ, ընդունվում է ռադիոտեխնիկայի ինստիտուտ, բավական լուրջ հաջողություններ, շատ օրինակելի ուսանող, ինստիտուտն ավարտում է եւ առաջին առաջադրանքը ինստիտուտում ինչ-որ արշավախումբ է կազմավորվում, ասում են, որ սովորական ինչ-որ ուսանողական արշավախումբ, սովետական միություն, ով գիտի ինչ է։ Ներողություն։ Այս երեխեքին երիտասարդ ռադիոտեխնիկներին դնում են մեքենա, ուղարկում են Արկտիկա։ Ինչ են ասում են դուք պիտի Արկտիկայում ստուգեք ռադիոալիքների անցանելիություն, այսինքն որտեղ ինչպես է անցնում ռադիոալիքները։ Եթե գիտեք ռուս-ֆինական այդ անհամաձայնությունների ֆոնին, այս երիտասարդը արշավախմբի պատասխանատուներին առաջարկում է, ասում է սիրելի մարդիկ, պարոնայք, գիտնականներ, տեխնիկներ, չգիտեմ ինչեր, եթե ուզում եք քառակուսի մետրի վրա ճշգրիտ հաշվարկներ անել, այս տեխնիկան պետք է տեղադրենք ֆինական սահմանից այն կողմ, այսինքն 2-3 մետր այս կողմ ուրիշ բան է որսում, 3 մետր այն կողմ ուրիշ բան է որսում։
պետք է այս տեխնիկան տեղադրել ֆինական սահմանից այն կողմ։ Ֆինական սահմանից այն կողմ տեխնիկան տեղադրելու արտահայտությունը լսելուց հետո ոչ այլ մեկը, քան մեքենայի վարորդը, որ մինչև այդ ուղակի լուր նստած էր, թվում էր ինչա, մեքենան տվել են, այս մարդը ընդամենը վարորդա քշում է, բայց սովետական միությունում չկային պարզապես վարորդներ, պարզվում է սա չեկիստ է, ուրեմն այս չեկիստ ատրճանակը միանգամից դնում է Էդուարդի ճակատին, ասում է, ես դու կարող ես ֆինական շպիոն ես, Ես խիղճ երիտասարդ տղան ասում, այ պարոն ջան, ինչ շպիոն, ինչ բան, ընդամենը տեխնիկան պիտի տեղավորենք այն կողմ, որ հասկանանք, այստեղ ուրիշ կերպ անցանելություն է, այնտեղ ուրիշ կերպ, ասում է, չէ, դու շպիոն ես։ Հիմա հենց հիմա քեզ պիտի գնդակարեմ, այս տղան ինչ հաջողությամբ, չգիտեմ ինչ բախտով, այսպես մի կերպ կարողանում է փախչել ոտքով կես ճանապարհը։ Ես չգիտեմ ինչ ճանապարհների միջով անցնելով երիտասարդ տղա, սովետական միություն 1928 թվական հասնում է Լենինգրադ, իր պրոֆեսորին է դիմում, կոնտրադմիրալ Բերգ կար, այսպես կիսագերմանացի, կիսահրեա, Բերգին ասում է չեկիստներն ուզում են ինձ գնդակարել, ընդամենը առաջարկել եմ, ասել եմ տեխնիկան դնենք այն կողմ։ Ես խոսում եմ մի մարդու մասին, սիրելի ժողովուրդ, որի անվան առջև այսօր աշխարհում գլուխ են խոնարհում, եւ ես կասեմ ով էր այս մարդը եւ կասեմ ինչպես եւ ինչ գնով հասավ այս ամեն ինչին, բայց սովետական միությունում այս մարդուն ուզում են գնդակարել միայն նրա համար, որ առաջարկել է տեխնիկան, եկեք դնենք սահմանից այն կողմ, ընդամենը ստուգենք, ալիքները նորմալ որսումա թե չէ, հետո հետ կբերենք։ Բերգը երկար ժամանակ պահում է Քյոնջյանին, իմջալոց ինստիտուտի նկուղում էր պահում, որ չեկիստները չհասնեն նրան։ Հետո մի կերպ կարողանում այսպես կապերն օգտագործելով ներում ստանալ նրա համար, Քյոնջյանին արդեն 7 սենյականոց հանրակացարան կար, 7 սենյականոց հանրակացարան, բայց Քյոնջյանին միջանցքն են տալիս, ասում են դու պիտի միջանցքում ապրես։ Այս մարդը 7 սենյականոց հանրակացարանի միջանցքում էր ապրում, երիտասարդ գիտնական, արդեն գիտությունների թեկնածու էր կարծեմ արդեն։ Ուրեմն 35 թվականին 8 տարի բացակայությունից հետո տղան որոշում է վերադառնալ տուն ծնողներին այցելության։ Գնացքի մեջ ծանոթանում է մի գեղեցկուհի հայու հետ, Վերգինե Մեգերյան։ Վերգինեն եւ Էդուարդը ամուսնանում են Թիֆլիսում եւ վերադառնում են Լենինգրադ։ 35-36 թվականն արդեն սա մեծ տերորի շրջանն է։ 38 թվականին, երբ որ Վերգինեն արդեն հղի էր եւ պետք է ծնվեր նրանց առաջնեկը Կարենը, հանկարծ Ստալինը հիշեց Քյոնջյան Էդուարդի մասին, որ ժամանակին այսպես ինչ-որ խնդիրներ է եղել, առանց որևէ պատճառի չեկիստները մտնում են, այս մարդու մեկ սենյականոց բնակարան էր արդեն, մի կերպ վարձել են այդ բնակարանը, մտնում են այդ բնակարանը, բռնագրավում են ամեն ինչ, դուռը փակում են դրսից եւ երկու չեկիստներ մնում են հերթապահելու Քյոնջյան Էդուարդի դռան առջև դրսից։ Վերգինեն ծննդաբերում է սենյակում, պատմում են սիրելի ժողովուրդ, ասում են այս կինը ծննդաբերական ցավերի մեջ գոռում էր, օգնություն էր խնդրում, բայց չեկիստներն այդպես էլ թույլ չտվեցին որևէ մեկին օգնության գալ։ Այսպես լույս աշխարհ է գալիս Կարենը։ Էդուարդը եւ Վերգինեն մի կերպ կարողանում են իրենց գոյությունը քաշ տալ, մինչեւ որ նրանց թույլ են տալիս դուրս գալ կալանքից, բայց կրկնակի կալանք են դնում, այսինքն ռազմական որևէ ոլորտում այս տղան աշխատել չէր կարող, ինչի համար, որովհետև երիտասարդ տարիքում հանկարծ հանդգնել էր ասել, որ եկեք տեխնիկան 2 մետր էս կողմ տեղափոխենք։ Մարդու ճակատագիրը նայեք։ 41 թվականի փետրվարին Վերգինեն եւ Կարենը 2 տարեկան էր արդեն տղան, մեկնում են Անապա Վերգինեի ծնողներին տեսակցության, Էդուարդը խոստանում է մի 2 ամիս կամ 1 ամիս հետո միանալ ընտանիքին, բայց վրա է հասնում Լենինգրադի պաշարումը։
Այս տղան մնում է պաշարման մեջ, սիրելի ժողովուրդ։ Աթանես Ղամբարյանի կյանքը, սիրելի ժողովուրդ, որ դրամատուրգիական այսպես ձեղումներով ստեղծված այսպես դրամատուրգիա է, հա, ուղղակի շատ սիրուն հզոր դրամատուրգիա է, բայց դրամատուրգիա է։ Աթանես Ղամբարյանի կյանքը այս մարդու կյանքի մոտ ես այսպես որ նայում եմ, ասում ոնց է այս մարդը կարողացել ապրել, ինչ գնով էր ապրել այս մարդը, ես չեմ կարողանում պատկերացնել սովետական միությունը ինչքան հնարավոր էր ջարդեց այս մարդուն։ Եվ իմիջայլոց ասեմ, որ 28-30-ական թվականների մասին եմ խոսում, սելի ժողովուրդ, երբ որ ԿԳԲ-ն այս կարգի ընկել էր այս մարդու հետևից, ես ուզում եմ միջանկյալ հիշեցնեմ բոլոր նրանց, ովքեր տեղյակ չեն, որ սովետական միության հետախուզությունը փաստացի ստեղծվել է 1920 թվականին Երկաթե Ֆելիքս այսպես կոչված, հա, Ձերժինսկու հրամանով, եւ առաջին բաժինը, այդ հետախուզական առաջին բաժինը կոչվում էր արտերկրյա բաժին, սա 20-ական թվականներն էր։ Ողջ սովետական միությունում 20 թվականին բոլշևիկները շատ խնդիրներ ունեն աշխարհում, մեկ չեն կարողանում իրենց հարցերը լուծել, դիվանագիտական որևէ կապ չկա, նրանց հետ որևէ մեկ այսպես կապեր չի հաստատում։ Եվ Ձերժինսկին փորձում է ստեղծել հետախուզական այդ բաժինը, որպեսզի կարողանան իրենց չեկիստների ներդնել օտարերկրյա պետություններում, հասկանալու համար ինչ է կատարվում այդ երկրների կառավարություններում։ Եվ Ձերժինսկու նախաձեռնությամբ, Ձերժինսկու առաջարկով եւ հրամանով 1920 թվականին ստեղծված սովետական հետախուզության առաջին արտերկրյա բաժինը վստահվում է չեկիստ Դավիդովին։ Չեկիստ Դավիդովը, սիրելի ժողովուրդ, Նախիջևանի Ագուլիսից Հակոբ Դավթյանն էր։ Հակոբ Դավթյանը ուղիղ այդ ժամանակաշրջանում, երբ որ սովետական միությունում հալածում էին այս գիտնականներին կամ նրան, որոնց մեջ Էդվարդ Կիվանջյանն էր, Չեկիստ Դավիդովը գլխավորում էր սովետական միության հետախուզության առաջին բաժինը եւ Չեկիստ Դավիդովին, Հակոբ Դավթյանին այդ պաշտոնում 2 տարի անց փոխարինեց երկրորդ հայը Ռուբեն Քաթանյանը։ Սովետական հետախուզության այդ պակի հիմքերը, այսպես սյուները, որ մինչև այսօր գալիս են աշխարհով մեկ, հա, պակը, այդ պատժիչ մեքենան, որը Ձերժինսկին այսպես ստեղծեց, դրեց Կրեմլի հենց մեջտեղում, հետախուզության այդ առաջին բաժինը գլխավորել են 2 հայերը, Հակոբ Դավթյանը եւ Ռուբեն Քաթանյանը։ Հակոբ Դավթյանին գնդակը հարեցին, ինչպես եւ կարելի էր սպասել, Ռուբեն Քաթանյանին պաշտոնից ազատեցին, մնացածը մեզ հետաքրքիր չէ։ Բայց այս դեպքում այս տարիներին հալածվում էին հայ գիտնականները եւ ոչ միայն հայ գիտնականները, բայց խոսքը հենց հայերի մասին է։ Այսինքն հայ գիտնականները հալածվում էին ուղիղ այն շրջանում, երբ որ ռուսական, ԽՍՀՄ, այսպես ոչ ռուսական հետախուզությունը գլխավորում էին հայերը։ 2-3 անգամ պաշտոնով փոխվել են։ Հակոբ Դավթյանին տանում էին, Քաթանյան Ռուբենին բերում էին, Քաթանյան Ռուբենին տանում էին, Հակոբ Դավթյանին բերում էին։ Մինչև մեկին գնդակայեցին, մեկին էլ աքսորեցին։ Ուրեմն Լենինգրադի պաշարումից հետո մինչև պաշարումը ավելի դրամատիկ դեպք է կատարվում, որը ամբողջովին շրջում է այս տղայի կյանքը, սիրելի ժողովուրդ։ Նրանք, ովքեր տեղյակ են, արդեն գիտեն, նրանք, ովքեր տեղյակ չեն, հետո կկարդաք առաջին գիրքը, այնտեղ ավելի շատ հետաքրքիր մարդկանց մասին պատմություններ կան, բայց ես ասեմ։ Թոքախտով հիվանդանում է, Լենինգրադի պաշարում, դժվար օրեր, դեղորայք չկա, ուտելիք չկա։ Հասնում է մահամերձ վիճակի Քիվանջյանը։ Հասկանում է, որ նրան ապրելու հնարավորություն արդեն չկա, ամեն լույս այսպես գնալով մարում է, ուր որ է պիտի մահանա եւ խնդրում է, ասում է, ես խնդրում եմ կանչեք իմ ընկերուհուն, ես նրան լուրջ փաստաթղթեր ունեմ փոխանցելու։ Կլարա Հոլկվիստ կարծեմ։ Կլարային կանչում է, մի կերպ այսպես տեղյակ են պահում, ասում են Էդվարդը քո կարիքն ունի, շուտ արի հասի։ Երբ որ Կլարան գալիս է, հասնում է ռադիոտեխնիկական ինստիտուտ, որտեղ ապրում էին գիտնականները նկուղում Լենինգրադի պաշարման ժամանակ, նրան ասում են, որ ուշացել է տիկին, Էդուարդը մահացավ։ Այս կինն ասում է, ոնց թե մահացավ, ասում են, դե հիվանդ էր, թոքախտ էր, չկարողացանք փրկել, թաղեցինք։ Ասում են, որտեղ եք թաղել։ Ասում են, այդ ինստիտուտից մի քիչ հեռու է, այդ տան բակում։ Տուն էլ չէր։ Ինչ որ մի կառույց էր ուղղակի, ինքը հենց ինստիտուտում էր ապրում, այդ տան բակում ինչ որ
փոքր էսպես տարածքի վրա թաղել են Էդուարդին։ Այս կինը շտապում է, գնում է, հասնում է տեղ, քանդում է ձյունը, սիրելի ժողովուրդ, սա հեքիաթ չի։ Սա ֆենտեզի ժանրի չի, հասկանում եք, սա Marvel չի, սա Netflix չի, սա պատմություն է, որը գրված է օրերով, ժամերով եւ թվերով։ Ուրեմն այս կինը ինչ է տեսնում է, որ այս տղայի մատները շարժվում են այսպես, կամանց, այսպես կենթանության նշույլները ցույց տալիս։ Կլարան հանում է տղային ձյան տակից։ Հետ է տանում ինստիտուտ։ 10 օր, 15 օր պահում են այս տղային, կյանքի են կոչում, կարողանում են ոտքի կանգնեցնել, սիրելի ժողովուրդ, պատմում են, ընկերներն են պատմում նրանց հիշողությունից, ասում են, երբ որ Էդուարդը Կլարայի հետ վերադարձավ ռադիոտեխնիկական ինստիտուտ, բոլորը մտածում են, որ ուրվական են տեսել, որտեվ թաղել էին տղային։ Սա սովետական միությունը։ Ես հիմա կշարունակեմ։ Ուրեմն, երբ որ բլոկադան շրջափակում այսպես Լենինգրադի վերջանում է, այս տղան որոշում է մեկնել Անապա եւ միանալ ընտանիքին, բայց այստեղ էլ հենց հասնում է Անապա, սիրելի ժողովուրդ, ընտանիքին, երբ որ արդեն նոր էր հասել, կնոջն ու երեխային չի հասցնում գրկել, գերմանացիները հասնում են նրա հետևից, այսինքն ոչ թե նրա, այլ մտնում են կոնկրետ տարածք, այս տղան գերի անկնում ընտանիքով։ Էդուարդին, Վերգինեին եւ Կարենին տանում են համակենտրոնացման ճամբար։ Ես ինչի համար եմ մատում Աթանես Խամբարյանի կյանքի հետ, բայց եթե մի քիչ ուշադիր նայեք, ավելի դրամատիկ կյանք ես չեմ պատկերացնում, սիրելի ժողովուրդ։ Եվ այս երիտասարդը ըստ երևույթին այսպես մտքով հետ է գնում այն տարիները, երբ որ մայրն ասում էր՝ ուր ուզում ես գնա, միայն ոչ Ռուսաստան, միայն ոչ Լենինգրադ, միայն ոչ Մոսկվա։ Բայց տղան այսպես տաքարյուն ասեց, չէ, ես պիտի գնամ, պիտի սովորեմ։ Ուրեմն տարուկես մնում է գերմանական ճամբարում, ասում են, որ ոչ թե ասում են, այլ պատմությունը կա հենց այդպես էլ նրա մասին, որ գերմանացիները, երբ որ հասկանում են, որ իրենց ձեռքն ինչ-որ ուղեղ է ընկել, որոշում են, որ հանկարծ եթե ռուսները հաջողության հասնեն, եթե հանկարծ ռուսները հասնելու լինեն այս ճամբարին, Էդուարդին պետք է անհապաղ գնդակահարել, որովհետև չպիտի թույլ տալ, որ նման ուղեղը նորից վերադառնա Ռուսաստան։ Գերմանացիները չգիտեին, որ այս ուղեղը հենց Ռուսաստանից էր փախել։ Գերմանացիները մտածում են, որ Ռուսաստանում այս տողում տեսաթևերի վրա տանեն, այս ինչ ուղեղը, մտածում են, որ պիտի գնդակահարեն, բայց կրկին, չգիտես ինչ նախախնամությամբ, ինչ հաջողությամբ Էդուարդը Վերգինեի եւ տղայի հետ կարողանում է փախչել ճամբարից։ 43 թվականից Ռումինիա, Բուլղարիա, այսպես Եվրոպայով պտտելով անընդհատ օտարերկրյա դեսպանատներն ինչ-որ նամակներ են ուղարկում, ասում են փրկեք մեզ։ Սովետական միություն մենք վերադառնալ չենք կարող, խնդրում ենք փրկեք մեզ, բայց միայն ֆաշիզմի ընկնելուց հետո 47 թվականին ԱՄՆ-ի դեսպանատունը հաստատում է նրանց մուտքի թույլտվությունը եւ Քիոնջյանների ընտանիքը մեկնում է Նյու Յորք, գրպանում ունենալով $5։ Ասում են Քիոնջյանը այդ $5 ծալել էր մի քանի տակ, դրել էր թաշկինակի մեջ, թաշկինակն էլ դրել էր կարծեմ սիգարետի տուփի մեջ, թե ինչ, որ հանկարծ ու հանկարծ չկորցնի, որովհետև ամբողջ նրա կարողությունը $5 էր։ $5 մի մարդու համար, որն արդեն դժոխքի միջով էր անցել սովետական միությունը, մատ էլ ընկել էր գերի գերմանացիներին։ Անգլերեն ոչ մի բառ չգիտի այս մարդը։ Ավտոլվացման կետում մեքենաներ էր լվանում։ Մեքենաներ է լվանում այնքան ժամանակ, մինչև կամանց սովորում է անգլերեն, մի 2 բառ, 3 բառ, նախադասությունը կապում է նախադասությանը եւ առաջին պատահած այսպես օֆիսներից մեկում ասում է ես լավ գծագրություն եմ անում, էլի, գուցե ինձ մի աշխատանք տաք։ Սովորական գծագրողի աշխատանք։ Ուրեմն տեսեք։ General Electric ընկերություն կա։ Այս General Electric-ում նկատում եմ, որ ըստ տղան ինչ-որ զարմանալի գիտելիքներ ունի, կանչում են աշխատանքի։ Սա արդեն 54 թվականն է եւ հենց 54 թվականին
Քեոջան Էդուարդը ստեղծում է արևային մարտկոցներով աշխատող գրպանի առաջին ռադիոընդունիչը, սա արդեն լուրջ փոփոխություն է ռադիոտեխնիկայի բնագավառում։ Ամերիկացիներն ուրախանում են, ասում են, ինչ լավ ուղիղ է մեր ձեռքը ընկել։ Իսկ 1959 թվականին, սիրելի ժողովուրդ, ԱՄՆ-ում Քեոջան Էդուարդը ստեղծում է աշխարհում առաջին ինտեգրալ սխեման։ Իմիջիայլոց ասեմ, նրանք ովքեր պատկերացում ունեն ինչի մասին է խոսքը, ինտեգրալ սխեման համաշխարհային ռադիոտեխնիկայի բնագավառում բացարձակ հեղափոխություն էր։ Ինտեգրալ սխեման, այսինքն միկրոչիպեր, եթե կարելի այսպես ասել, հա։ Քեոջանին աշխատանքի են հրավիրում ՆԱՍԱ։ ՆԱՍԱ-ում նա դառնում է ռադիոէլեկտրոնիկայի լաբորատորիայի պատասխանատուն։ Իմիջիայլոց ասեմ, որ սովետական միությունում այս նույն պաշտոնը, նույն պատասխանատվությամբ զբաղեցնում էր Անդրանիկ Յոսիֆյանը, որը կազմակերպել է, որը նախագծել է, որը, չգիտեմ, հավաքել է սովետական միության տիեզերական այդպես ռազմաշինության ողջ էլեկտրոնիկան, ինչը կապված էր տիեզերանավերի հետ, ինչը կապված էր այդ ռադիոտեխնիկական, չգիտեմ, սարքավորումների հետ ԽՍՀՄ-ում, ամեն ինչը կարգավորում էր, նախագծում էր եւ պատասխանատուն էր Անդրանիկ Յոսիֆյանը։ Այս նույն բանը փաստորեն, սիրելի ժողովուրդ, ԱՄՆ-ում եւ ԽՍՀՄ-ում։ Իմիջիայլոց աշխարհում առաջին միկրոէլեկտրոնիկայի միջազգային սիմպոզիումը հենց կազմակերպել է Քեոջան Էդուարդը եւ ինքն էլ գլխավորել է այն։ Ուրեմն 1999 թվականի օգոստոսի 14-ին լրանում է այս գիտնականի, այս հզոր մարդու 90-ամյակը եւ ասում են, որ ամենա այսպես հաճելի նվերներից մեկը հեռախոսազանգն էր։ Զանգում են հեռախոսը, գիտնականին են խնդրում հեռախոսի մոտ, հեռախոսը վերցնում է, խոսում է մարդը, 90-ամյա պապիկ է արդեն, աշխարհով մեկ ճանաչում են, պրոֆեսոր էլ, Դելի էլ, չգիտեմ, Եգիպտոս էլ, Կահիրե, ամբողջ աշխարհով մեկ ճանաչում են այս մարդուն։ Խնդրում են, աղաչում են, կանչում են դիսերտացիաների, կանչում են, չգիտեմ, որ դասախոսություններ կարդա, ԽՍՀՄ-ից են նույնիսկ հրավեր ստանում այս մարդիկ։ Այդ ընթացքում մահանում է Վերգինեն եւ Քեոջանը չի մեկնում, ամեն դեպքում հրաժարվում է մեկնել ԽՍՀՄ։ Եվ ուրեմն այդ հեռախոսազանգով 1999 թվականի օգոստոսի 14-ին գիտնականի 90-ամյակը շնորհավորում էր ԱՄՆ նախագահ Բիլ Քլինտոնը։ Այս կարգի մարդիկ, սիրելի ժողովուրդ, այստեղ անընդհատ վերցնել դնել, գիտեք, մածուն էժան էր, սմետանը էժան էր, չգիտեմ ինչ էր, այս Մարոյի հոգեբանությամբ դուք մինչև երբ եք ապրելու, սիրելի ժողովուրդ։ Կանփետ, չամիչ ու խնձոր, ասում ես 10 տարի ապրել ենք Բրեժնևյան շրջանում, ասում ես ինչի համար։ Հարցնում էին Մարոյին, ասում էին ինչո՞վ բան Կարոն, ինչով է լավ, ասում էր լավն է Կարոն։ Բերում էին ինձ ամեն օր կանփետ, չամիչ ու խնձոր։ Այո, կառուցում էին Բրեժնևյան շրջանում, շատ կառուցեցին, գործաներ կառուցեցին, թատրոններ, չգիտեմ ինչեր, այս էլիտար, այսպես կարելի ասել, այն ժամանակվա համար էլիտար այդ կյանքը մի քիչ հասարակությունը մի քիչ մտավ այդ փուլի մեջ, մարդիկ մի քիչ ավելի զգացին, որ իրեն կարող են հավասար ապրել, բայց Բրեժնևը շատ շուտով տանուլ տվեց այդ ամեն ինչ, երբ որ չեխերին տրորեց տանկերի տակ, որովհետև բունտ էին բարձրացրել, որովհետև սովետական միությունը ներքաշեց աղվանական պատերազմի մեջ, չգիտես ինչու, այսինքն հասկանալի էր թե ինչու։ Փորձում էին աղվանական այդ կառավարությանը գցել սովետական միությունը, որովհետև նրանք այսպես արևմտյան ճանապարհ էին բռնել եւ այստեղ էր, որ արևմուտքից ավելի շատ, ավելի կոնկրետ ԱՄՆ-ից հենց այսպես քմծիծաղ եկավ սովետական միության հասցեին, հա, Բրեժնևի կոնկրետ հասցեին, երբ որ ԽՍՀՄ մտավ Աֆղանստան, ԱՄՆ-ից այսպես թաքնված, կարելի ասել ծածկագրված մեսիջ եկավ, որ սիրելի ԽՍՀՄ, սա էլ ձեր Վիետնամը, որովհետև Վիետնամը անցյալ անգամ մենք խոսեցինք այդ մասին, ԱՄՆ պատմության մեջ ամենախայտառակ էջերից էր։ Այսպես, սիրելի ժողովուրդ, 18-ամյա, 19-ամյա երիտասարդը
սովետից փախչելով, այս կյանքը անցնելով, էլ մեռավ, էլ թաղեցին այս մարդուն, էլ գնաց հասավ գերմանական պլեն, էլ պլենից փախավ, հասավ Ամերիկա, էլ մեքենաները կոշիկներ էր վաքսում, իմիջիայլոց։ Մեքենաները լվանալով չէր կարողանում շատ փող աշխատել, կոշիկներ էր վաքսում Նյու Յորքի փողոցներում այս մարդը, անգլերեն բառ չգիտեր։ Եվ այս մարդը համարվում է համաշխարհային միկրոէլեկտրոնիկայի հայրը, Էդուարդ Քեոնջյանը։ Իսկ մենք Հայաստանում որոշեցինք, որ մեր ծաղկունքը եղել է լավագույն շրջանը, եղել է 10 տարի, այն էլ Բրեժնևյան շրջանում, սիրելի հայեր։ Ես արդեն որի օրդ անգամ եմ ասում, որ իմ նպատակը բացարձակ նսեմացնելը կամ ստորացնելը վայ սովետը, վայ բոլշևիկը, վայ կոմունիստը, վայ ամերիկացին, վայ ռուսը, վայ թուրքը, վայ վրացին, ոչ։ Սիրելի հայեր, ողջ արածի իմաստը կայանում էր սրանում։ Պետք է գալ հարցերի հարցին եւ գտնել դրա հանգուցալուծումը։ Այս մարդիկ ինչ որ դարձել են մեկը Ամերիկայում, մեկը նույն ԽՍՀՄ-ում, մեկը դարձել էր Թուրքիայում նույնիսկ, մեկը դարձել էր Պարսկաստանում, իսկ Հայաստանում այս մարդիկ ինչու չէին կարողանում տեղավորվել։ Ինչն էր խանգարում, ինձ մեկը գրում ասում, սիրելի Էդուարդ, ժամանակներն էին այդպիսին։ Դուք հասկանում եք այս Կրեմլի, այս բոլշևիկյան, այս իրար ոտքերի տակ փորել, իրար դեմ խաղեր, այդ մարդակերություն ամեն նոր այսպես իշխանությունները փոխելիս, ինչպես էին բոլորը գնում մեկի դեմ մեկ, որոշում են Ստալինին հեռացնել, մեկ որոշում են Խրուշովին, հետո Բրեժնևին, ամեն նոր գալացողի հետևից արդեն առաջին օրից սկսում էին մտածել սրան ինչպես անենք, որ մենք հասնենք աթոռներին։ Իմիջիայլոց, չգիտեմ, անցյալ անգամ ասացի, եթե հիշում եք թե չէ, որ 17, 18, 19, 20 այս թվականներին, երբ որ Ստալինը անունով եւ պաշտոնով դեռևս ոչ մեկ էր, այսպես հա Կրեմլում էր, բայց Կրեմլում էլ չէր, դրան ժամանակ բան էր սովորական։ Ասում են, որ պատմագետներն են ասում, պատմաբաններն են ասում թվերով, Պակի գաղտնազերծած փաստաթղթերով, որ բոլշևիկները ամսեկան կտրվածքով մինիմում $20,000 այն թվերի համեմատ, այսօր ես չգիտեմ, ենթադրենք 17 թվականին $20,000, եթե վերացենք այսօրվա, ինչ դոլարների մասին է խոսքը, չգիտեմ, երևի 2 միլիոնը կանցնի, հա, 20,000, 30,000, 50,000, 60,000, 80,000, բոլշևիկները, Կամենսկի, չգիտեմ, Տրոցկի, Մրոցկի, այս բոլշևիկները, Լենիններ, չգիտեմ ինչեր, որ եկել էին իշխանություն, որ չգիտեմ, այսպես հողը կամ սա կամ իշխանությունը վերցնենք այսպես միապետից, հա, եւ տանք ժողովրդին, սիրելի հայեր։ Ամենամեծ իմիտացիան, քաղաքական իմիտացիան աշխարհի երեսին, դա այն է, որ ժողովրդին կարողանում են համոզել, որ իշխանությունը ձերն է, բայց որևէ իշխանություն աշխարհի երեսին չկա եւ չի եղել նման իշխանություն, որը համաձայն է նստել աթոռին, բայց իշխանությունը տալ ժողովրդին, չի եղել նման բան։ Դեմոկրատիան սա ընդամենը քողարկված այսպես դիկտատուրա էր, դեմոկրատիա ես չեմ տեսել, ես չգիտեմ որտեղ է լինում։ Այո, կան երկրներ, որտեղ օրենքն աշխատում է բոլորի համար։ Չգիտեմ, Եվրոպայում այնտեղ կան։ Օրենքի գերակայությունը սա արդեն պետականության համար շատ հիմնավոր սյուն է, բայց վերցնել իշխանությունը տալ ժողովրդին, ասել ինչ ուզում եք արեք, իշխանությունը ձերն է, այդ պետությունը, որտեղ այդպիսի բան կլինի, այդ պետությունը 1 տարի էլ չի ապրի, սիրելի ժողովուրդ։ 1 տարի էլ չի ապրի, որտեղ ժողովրդի հասարակության կամ չգիտեմ բնակչության այսպես գերակշիռ զանգվածը ցանկացած հասարակության մեջ միջակությունը միշտ բարձր է։ Միշտ բարձր է։ Ինտելեկտուալ զանգվածը միշտ քիչ է, միջակությունը միշտ բարձր է։ Նույնիսկ անգրագետներն են ավելի քիչ, քան տգետները։ Այստեղ տգետների մեծամասնության մասին է խոսքը։ Ինֆորմացված, կրթված, համալսարաններ ավարտված, գիտնական մարդիկ, չգիտեմ, պատմաբան մարդիկ, բայց սա տգիտությունից չի ազատում, սիրելի ժողովուրդ, այ հայերը միշտ խառնում են տգիտությունը անգրագիտության հետ, ոչ։ Անգրագիտությունը բուժելի հիվանդություն է, այսինքն ինչը մարդը տառերը չի ճանաչում, նստում ենք տառերը սովորեցնում ենք, մարդը սովորում է եւ դառնում է տառաճանաչ։ Բայց տգիտությունը, սիրելի ժողովուրդ, սա
Կամփետ Չամիչ ու Խնձորի վարդապետությունն էր։ Այսինքն եկավ 91 թվականը, ԽՍՀՄ փլուզվեց, մարդիկ հասկացան, որ աշխարհի երեսին որևէ կայսրություն չի կարող շատ երկար գոյատևել, ԽՍՀՄ փլուզվեց, հայերը մնացին այդ իներցիոն ռոպագանդայի տակ, 70 տարին քիչ էր, մի հատ էլ 33 տարի մնացին այդ ռոպագանդայի տակ, եւ մինչեւ այսօր ասում են լավն էր Բրեժնևը, բերում էր մեզ ամեն օր Կամփետ Չամիչ ու Խնձոր, որովհետև Երևանը ծաղկում էր, որովհետև Երևանում Կարեն Դեմիրճյան կար։ Այսպես գիտեք, ես չեմ ուզում կենտրոնանալ կոմունիզմի վրա կամ նրա վրա կամ բոլշևիկների վրա, ես ուզում եմ կենտրոնանալ մեր ժողովրդի պոտենցիալի վրա, որ չկարողացան իրենց երկուսը մեկ անել։ Ես ձեզ պատմում եմ Քիոնջյան Էդուարդի մասին եւ նա միակը չէ։ Նա առաջինը չէ, սիրելի ժողովուրդ։ Նույն Անդրանիկ Յոսիֆյանը, ում մասին ես հիշեցրեցի այսպես ակնարկով, դուք նրա մասին կարող եք կարդալ նույն առաջին թե երկրորդ գրքում, չեմ հիշում, նույն Անդրանիկ Յոսիֆյանի հորը գնդակահարեցին բոլշևիկները։ Քահանայի որդի էր։ Եվս մեկ քահանայի 3 որդիներ, քահանայի որդիներ, ես ուզում եմ հասկանալ քահանայի որդիները ինչ դաստիարակություն էին ստացել։ Քահանայի որդիները 3-ն էլ դարձան ԽՍՀՄ պետանվտանգության չեկիստներ եւ նրանցից մեկը դարձավ ԽՍՀՄ գաղտնիքների տիրակալ Իվան Աղայանցը, որը շատ որոշիչ դեր ունեցավ այս պատմությունների մեջ, մենք նրա մասին առանձին մի հաղորդումով կխոսենք։ Արամայիս Հարությունով, նույն Չաչիկյան Ռուբենը, անուններ սիրելի ժողովուրդ, որոնք ԽՍՀՄ-ից փախան, գնացին հասան ԱՄՆ, ԱՄՆ-ում դարձան միլիոնատերներ, միլիարդատերներ, չգիտեմ ինչեր, բայց այստեղ ոչ թե գովազդվում էր ԱՄՆ կամ գցում էինք ԽՍՀՄ, ամբողջ խնդիրը նրանում էր, որ 20 թվականին առաջին հանրապետությունը արդեն փլուզվում էր։ Հասկանում եք, առաջին հանրապետությունը փլուզվում էր ուղիղ այն շրջանում, երբ որ սովետական հետախուզության առաջին բաժինը գլխավորում էին հայերը։ Հայ գիտնականները ջարդուփշուր էին լինում, աքսորվում էին, գնդակահարվում էին ուղիղ այդ շրջանում, երբ որ սովետական հետախուզությունը գլխավորում էին հայերը եւ գլխավոր չեկիստները հայեր էին։ Ես չգիտեմ, հաղորդումներից մեկում խոսել եմ թե չէ, բայց կնայեմ, եթե չէ առանձին հաղորդումով խոսենք մի զարմանալի կերպարի մասին, Գեորգի Աղաբեկովի մասին, թե ինչպես կարողացավ Ստալինի հախից գալ այսպես։ Կարճ կարծեմ նրա մասին հաղորդում կա, եթե փնտրեք գտնեք ալիքում։ Ամբողջ խնդիրը նրանում էր, սիրելի ժողովուրդ, որ 91 թվականին Հայաստանի Հանրապետություն հռչակվեց անկախ հանրապետություն, բայց իներցիան գլորվում է մինչև այսօր։ 3 պատահական աչքիս ընկավ կարճ մի հաղորդում, որտեղ անունը չեմ տա մարդու, ՀՇ-ի ղեկավարներից մեկը բացատրում է, որ 33 տարի առաջ, երբ որ անկախության հռչակագիր կարդացին, երբ որ այսպես, երբ որ այնպես, բացատրում է, որ այս հռչակագիրը հիմնված էր ռուսական կայսրությանը հավատարիմ մնալու վրա։ Բացատրում է այսպես ոչ ուղիղ իմաստով, ակնարկով, ասում է, բա ինչ էիք ուզում։ Այսպես էլ ասում է, բա ինչ էիք ուզում։ Այսինքն մարդիկ, որոնք իշխանություն էին ներկայացնում, մարդիկ առաջին իշխանություններ, մարդիկ, որոնք Հայաստանի Հանրապետությունը հռչակեցին անկախ հանրապետություն, այդ անկախ հանրապետություն հռչակողները այսօր խոստովանում են, որ այդ անկախությունը իրենք ընդամենը կարդացին թերթի վրա, բայց կախվածությունը մնաց, պրոպագանդան մնաց։ Այս սիրելի մարդիկ, դուք պիտի հասկանաք, չէ, որ աշխարհերեսին, երբ որ քայլում էին հայերը, երբ որ քայլում էին հույները, երբ որ քայլում էին ասորիները, հին քաղաքակրթությունները, ասենք, երբ որ մնացել էր հույների, ասորիների, հայերի ուսերին, ուր էին ռուսները։ Ինչ Բրեժնև, ինչի մասին եք խոսում դուք, ինչ Գորբաչով, ինչ Բերիա, ինչ Ստալին։ Ես չեմ հասկանում, ոնց կարելի է զորավոր մի պատմություն ունեցող ժողովրդի մեջ կանգնել ու ասել մեզ Բերիա ու Ստալինա պետք։ Ինչի համար, որ ծեծ են, ջարդ են, փշեր են, գնդակարեն, ասում այո, ես տենց եմ ուզում։ Եթե ինձ իշխանություն տան, ես բոլորին կգնդակարեմ։ Ես ձեզ ասում եմ մանկապարտեզ ու դպրոց եկեք կառուցենք։ Դուք ասում եք, չէ, եկեք գնդակահարենք։ Պարսկաստանում մինչև այսօր թև ու ոտ են կտրում, գլխից բռնում կախում են։
Ինչ է կարծում, այդտեղ հանցագործություններ չկան։ Սիրելի ժողովուրդ, եթե դու հասարակության ենթագիտակցության մեջ չկարողանաս ապա մոնտաժել այդ գերությունը, դու որևէ բան չես կարողանալու կառուցել։ Այդ անկախությունը ինչքան ուզում ես կարդա։ Եթե չես կարողանում ապա մոնտաժել, այս նույն կերպ ես ձեզ անցյալ անգամ համեմատություն ասացի, չէ՞, երբ որ հրեաներին ազատեցին եգիպտական լծից, մարդիկ եկան հասան, կարմիր ծովն էլ անցան, ճեղքեցին։ Լուրջ զրկանքների միջով անցան, հազարամյակներով հալածվում էին, ծեծվում էին, ջարդվում էին, զոհեր տվեցին, ինչեր տվեցին, ինչ կերպ անցան, փարավոնի հետ կռիվ տալով։ Մենք հայերը, սիրելի ժողովուրդ, ոչ միայն հայերը, պոստսովետական բոլոր հանրապետություններից որևէ մեկը չի պատերազմել Կրեմլի դեմ անկախանալու համար։ Կրեմլը, ոչ թե Կրեմլը, սովետական միությունը փլուզվեց, բոլորը հերթով անկախացան։ Ոչ կռիվ տվեցին, ոչ պատերազմեցին, ոչ զոհեր տվեցին։ Առավոտյան վեր կացան, ասեցին դե սովետական միությունը որ փլուզվել է, ուրեմն մենք անկախ ենք։ Հետո արդեն Կրեմլից եկան այդ մեսիջները կամաց որ էս սուր է կեթում, սիրելի ժողովուրդ, սիրելի վրացիներ, ղազախներ, ադրբեջանցիներ, հայեր, ուկրաինացիներ։ Դուք եթե ծանոթ լինեիք, թե ուկրաինացիների 80-90%-ով, այսպես կարելի ասել, ինչպես են հիմնավոր կառուցել այդ ապարատը Կրեմլի, այսինքն կառուցել են իմաստով, որ գրեթե բոլոր Ուկրաինայից էին։ Նույն Բրեժնևը սկզբում իր կենսագրականի մեջ գրում էր, որ ինքը ուկրաինացի է, բայց երբ որ մի քիչ այսպես տեղը ամրապնդվեց, մտածեց դե ամոթ ինչ ուկրաինացի դարձավ ռուս։ Նույն Խրուշչովը, բոլորը։ Ու այդ ուկրաինացիների լավություն, այսպես ասած, հա, դա այն ժամանակ լավություն կոչված չկար, այն ժամանակ ԽՍՀՄ այդ բոլորը պարտավոր էին դրա համար, բայց հիմա պետք է հասկանալ, սիրելի ժողովուրդ, որ ԽՍՀՄ չկա։ Կամփեթ, Չամիչ ու Խնձոր եք ուզում։ Ես ձեզ պատմում եմ այս ժողովրդի մասին, մեր ժողովրդի մասին, որոնք ամենատարբեր երկրների համար ստեղծել են համ Կամփեթը, համ Չամիչը, համ էլ Խնձորը։ Իսկ ձեզ մնաց 2 հատ մոմ, սիրելի ժողովուրդ։ Մեկը տանենք եկեղեցուն վարենք, մեկն էլ վերցենք մեղայասու ներողություն գնանք գերեզմանոց։ Մինա դարդու ցավի մասին չէր խոսքը, անընդհատ գոռալ ուր ես Աստված, ուր ես Աստված, ուր է իր Աստված։ Ամբողջ խնդիրը նրանում էր, որ չգեներացվեց այս ամեն ինչը։ Հայերը չկարողացան 3 հոգով նստել եւ գոնե երկուսը մի մտքի գան։ Այս գերհզոր պոտենցիալը մնաց աշխարհին։ Հույների պես այդ հնագույն քաղաքակրթությունները կառուցեցին, այստեղ ոչինչ դու չես կարող ասել ոչ ԽՍՀՄ-ին, ոչ Ամերիկային, ոչ նրան գոյություն ուներ սեփական շահը գերադասելու այդ իշխանական մոտեցումները, իշխանական սեփական շահը։ Ինչպես սեփական շահն ունես, լավ դրել ես, որոշել ես, որ սա իմ սեփական շահն է, բայց դրա համար տնտեսություններ պետք, դրա համար բանակ է պետք։ Եվ դրա համար, սիրելի ժողովուրդ, հիմնավոր դաստիարակչական կրթություններ պետք, որը սկսվում է մանկապարտեզից։ Ես հուսով եմ ժամանակի ընթացքում այս սովետական կամ արևմտյան կամ չգիտեմ պարսկական կամ չգիտեմ վրացական կարևոր չի, այս ամեն ինչը ես որևէ ազգի որևէ ասելիք չունեմ, ես որևէ այսպես ճակերտավոր պատերազմ չունեմ ոչ մեկի հետ, իմ խնդիրը իմ ժողովրդի հետ է, սիրելի ժողովուրդ, հիմա ես եմ սովորական մեկը, ձեզանից մեկը, ես խոսում եմ ընդամենը մարդկանց մասին, ճակատագրերի մասին, անուններ եմ տալիս, թվեր եմ տալիս, փաստեր, բայց միթե կարելի է դրա համար ասենք մարդուն, չգիտեմ, հիմար ասենք վիրավորանքներ կամ չգիտեմ ինչեր, այնպես չի, որ ես ձեզանից նեղանում եմ կամ ասենք դուք դրանով հանկարծ ու հանկարծ իմ ինքնագնահատականին կարողանում եք կպնել, ոչ սիրելի ժողովուրդ, ծանոթ լինեիք իմ կենսագրականին կհասկանայիք, որ դա պարապ գործ է, ես գիտեմ իմ անելիքը, ես իմ գործը գիտեմ եւ նման տխմարներ անցյալ անգամ էլ ասեցի, ընդհանրապես իրենց տեղն են ասում եւ ես դրա համար նույնիսկ ուրախ եմ։ Հաջորդ անգամ, սիրելի ժողովուրդ, ես նախ ասեմ, որ առաջն Աստված մոտ օրերս ես կլինեմ Հայաստանում եւ հաջորդ կիրակի սեպտեմբերի 15-ին կարծեմ, այո, սեպտեմբերի 15-ին ժամը 4-ին, սիրելի ժողովուրդ,
Աբովյան 29-ը, Կոտորա 28 հասցեում, սա Ագուլիս թատրոնն է, Լուսահոգի Երվանդ Մանարյանի թատրոնը, երիտասարդական մետրոյի Կայարանի հարևանությամբ։ Ես շատ կուզենայի հանդիպել մեր ընթերցողների հետ, կարող եք նաև գրքերը ձեռք բերել մակագրությամբ, այնպես որ եթե Հայաստանում լսողներ կան, եթե Հայաստանում մարդիկ կան, ովքեր կուզենան հանդիպմանը գալ, համեցեք հաջորդ կիրակի սեպտեմբերի 15-ին ժամը 14-ին Աբովյան 29-28 Ագուլիս թատրոն։ Եվ իմիջայլոց, սիրելի հայեր, ես անցյալ անգամ էլ ասացի, որ մեկնաբանությունները չեմ հասցնում անդադ այդպես մեկ առ մեկ նայել։ Հիմա ձեզ ասում եմ հեռախոսահամարը +33 6 52 41 28 01 WhatsApp կամ Viber այս համարով, բայց միայն պատվերների համար, սիրելի ժողովուրդ, որովհետև սա ներողություն արտահայտությանս խոստովանությունների հեռախոս չէ, սա պատվերների համար է։ Եթե դրսից Եվրոպայից ամեն ինչ չգիտեմ որտեղից կցանկանա գիրքը պատվիրել, սա է հեռախոսահամարը, կարող եք զանգել WhatsApp-ին կամ Viber-ին։ Իսկ Հայաստանում 096 99 62 62 գիրք Հայաստանում արժե 5000 դրամ առանց առաքման վճարի, սիրելի ժողովուրդ։ Առաքման վճարը գումարվում է ըստ ՀՀ մարզերի այդպես հեռավորության։ Այսքանը, հաջորդ անգամ կհանդիպենք արդեն Հայաստանում, սիրելի ժողովուրդ, լավ մնացեք, անփորձանք մնացեք, ավելանանք եւ չպակասենք, ցտեսություն։